Հովանավանքի բակում հավաքվածների ծափերով ու մեր փրկիչ վանկարկումներով Փաշինյանը մեծաթիվ ոստիկանների հսկողությամբ մտավ եկեղեցի։ Մասնակցելու կարգալույծ Ստեփան Ասատյանի հանդիսապետությամբ կուսակցական միջոցառմանը։ Այս միջոցառմանը մասնակցելու համար տարբեր մարզերից եկել էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ, պետական աշխատողներ։ Մի քանի մետրը մեկ կանգնած ոստիկանները փակել էին Հովանավանի ճանապարհը մեքենաների համար։ Ճանապարհը միայն պաշտոնյաների համար էր։ Իհարկե ծանոթներ չենք։ Մարդիկ էլ դες նայում են ուղիղ եթերով, պարոն Պապոյան։ Ես այդ հազարավոր մարդկանց ուղարկում եմ այսպես սրտիկ։ Այո, պետական աշխատող եք, որ կառույցից եք։ ձեր ինչ գործն է։ Հովանավանք էր եկել նաև սեփական սեռը Արու գրած Դիլիջանի քաղաքապետը, նրան նյարդայնացնում էին լրագրողների հարցերը։ Ես այնքան բան եմ սովորել, որ ձեզ նմանների դաստիարակը մեզ սովորացնում են եղավ։ Ձեր ինքնակենսագրականից երևում է դուք որքան եք կրթություն ստացել։ Ես այնքան կրթություն եմ ստացել, որ դուք երկար ժամանակ փորձես ապրես չես կարող, ինչապ կրթություն ստանաս, եղավ։ ՊՊՑ-ԱԺ պահպանության գումարտակի հրամանատար Աշոտ Մկրտումյանը բռնի լռեցնում էր այն մարդկանց, ովքեր համարձակվում էին ասել, որ Ստեփան Ասատյանը իրավունք չունի պատարակ մատուցելու։ Դուրս անեցում էր, չթողեցին ներս մտնեն, ուզում էին մոտենալ, ընդհանրապես մոտենում էին, որ չառաջանա։ Այս իշխանությանը բնորոշ երևույթների շարունակական ընթացք։ Քաղաքացիներից մեկն էլ ավետարանն է վերցել Ստեփան Ասատյանի ձեռքից, արժանի չհամարելով կարգալույծ քահանային Սուրբ Գիրքը, բայց Ասատյանի շրջապատող մարդիկ արագ հետ են վերցել ավետարանը քաղաքացուց։ Քաղաքական հանրահավաք հիշեցնող պատարակի ժամանակ կարգալույծ Ստեփան Ասատյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ սկսել է իր խոսքով մայրաթորի ազատագրման գործընթացը։ Դուր է եկել Փաշինյանին ապօրինի պատարակը, բայց հավանաբար մի քիչ հիասթափվել է մասնակիցների թվից։ Հովանավանքում կիրակի ամենևին էլ 10,000 մարդ չէր հավաքվել, ինչպես խոստացել էր Ստեփան Ասատյանը։ Հաջորդ կիրակի Փաշինյանը նորից այնտեղ կգնա։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։